Դավթաշենի կամրջին հարակից փողոցն է, գերծ անրաբեռնված ու չափազանց դանդաղ իր երթևեկով։ Կիևյան կամուրջը փակ է, մայրաքաղաքի տրանսպորտային հոսքի մի մասը տեղափոխվել է այս կողմ։ Քաղաքային իշխանությունները խոստանում են 1.5 ամսից հացը փակված կլինի, այնպես որ պետք է դիմանանք։ Մարդիկ, ովքեր որ հարակից շենքերի բնակիչներ են, եւ իրենց լուսամուտներից անմիջապես երևում է Կիևյան կամուրջը։ Եվ այո, նկարագրում են մարդիկ, որ կա մեկ տեխնիկա, կա երկու աշխատակից ու օրվա մեծ մասը տեխնիկան նույնիսկ չի էլ աշխատում։ Ասում են առաջիկայում փակվելու է նաև Դավթաշենի կամուրջը, նորից կապիտալ վերանորոգման համար։ Ճիշտ է, աշխատանքի ներկա տեմպերը բավարարում են բացր կաբինետներում նստողներին, բայց վստահաբար ոչ խցանման մեջ հայտնվողներին։ Հրազդանի ձորում միաժամանակ ճանապարհի վերանորոգում է գնում ու դարձած է միակողմանի։ Այսինքն, եթե Կիևյան կամուրջ շրջանցելու այլընտրանքային ճանապարհներից մեկն էլ հանդիսանում է Հրազդանի կիրճը, Հրազդանի կիրճում գնում են խցանման տակ կանգնում են եւ աշխատանքի հասնում են ժամուկես 2 ժամ, 2.5 ժամ ուշացած։ Նույն պատմությունն է նաև Երևան-Սևան մայրուղու վրա։ Արդեն 2 շաբաթ երթևեկն այստեղ իրականացվում է ճանապարհի մի հատվածում միայն։ Կայծակի հետևանքով շարքից դուրս եկած նորոգման կանգնած երկրորդ հատվածի պատճառով։ Իսկ վնասված հատվածի կազդուրումը նորից ընթանում է բավականին դանդաղ։ Մարդկանց տեղաշարժը մայրաքաղաքում հատկապես վերջին տարիներին դարձել է իսկական գլխացավանք։ Պարբերաբար իրականացվող նորոգման աշխատանքներն էլ ավելի են խորացնում այդ գլխացավանքը։ Խցանումների խնդիրը գնալով ավելի է ընդլայնվում։ Որ Սարյանում արդեն են խցանման ծավալը չունենք, դա տեսնում ենք, որ դա լուծվել է, բայց պետք է դրա հակառակն էլ լինի, այսինքն զարգանա, դե օրինակ Եմր Թումանյանը կարա միակողմանի հատված լինի, Մաշտոցը մի հատվածը, չգիտեմ, այդ ձևով պետք է այդ միակողմանը դեպի աճ երթևեկությունը զարգացնել։ Խցանումը դա ինչ-որ առանձնահատուկ բան չէ։ Տասնյակ քաղաքներ միջև մեզ աշխարհում արդեն բախվել ու լուծել են դա։ Այդ թվում միակողմանի երթևեկության կազմակերպման շնորհիվ։ Գնա այն երկրները, որոնք ունեն այս ծավալի տրանսպորտային հոսք, հա, բնակության տրանսպորտային հոսք եւ ունեն այդ միակողմանի երթևեկությունը։ Օրինակի համար կարա գնաք Իսպանիա, կարա գնաք Վրաստան, կարա գնաք, չգիտեմ, Ֆրանսիա, եվրոպական ցանկացած երկիր կարա գնաք, տեսնեք։ Աթենք կարա գնաք տեսնեք։ Պաշտոնական շրջանակները խցանումների առաջացման տարբեր պատճառներ են մատնանշում, որոնցից ամենագլխավորը թերևս մեքենաների թվաքանակի ավելացումն է։ Սակայն եվրոպական հարյուրավոր քաղաքներ, որոնք ավելի բազմամատ ու բազմամեքենա են, քան Երևանը, այդ խնդիրը չունեն։ Մեծ թաղամասերն են, բյուրեղ թաղամասեր, շատ սիրուն, շատ լավն է։ Սուրմալ ունել է մի օր դառնալու բան, շենքեր, փեթակներ, արդեն կանգնած է, Արշակունյաց Բողոկան, ինքը օրվա մեծ մասը կանգնած է։ Հիմա եթե սկսեն այդ շենքերը նոր շենքեր կառուցեն եւ շենքերում սկսեն ապրել, տոտալ Երևան ընդհանրապես իմաստ չունի ինչքան 3 հատ կամուրջ կառուցես չի լինի, հասկանում եք։ Այսինքն, երբ շին թույլտվություն ես տալիս այս կամ այն բիզնեսմենին, ապա գոնե պետք է պատկերացում ունենաս, թե մի քանի տարի հետո նորակառույց թաղամասի շուրջն ինչ է կատարվելու։ Որպես կանոն, նորակառույցների բնակիչներից գրեթե բոլորը ունեն մեքենա, ենթադրաբար տեղաշարժվելու են դրանցով, եւ ողջարմանք, հարց է առաջանում, թե որտեղ են կայանելու դրանք։ Երևանի քաղաքապետարանի դիմացած Ռուսաստանի հրապարակը եզակի կենտրոնի տեղերից է, որ դու կարաս մինչև 1000 մեքենայի ավտոկանգար կառուցես։ Նայեք, գետնի տակ ստոր կնեք, ստերգետնյա մասին է խոսքը, այսինքն ու անվճար։ Ընդամենը 2 ժամն է անվճար, որ ինքը 2-3 ժամվա մեջ գալիս է կենտրոն, սաղ իր գործեր անում է, երեխայի հետ, ընտանիքի հետ, գնում են հրապարակման են գալի, գնում են դեպի վերև շարժման հրապարակ, որ էլի պետք է լիներ ստորգետնյա, էլի մենք չարեցինք։ Սովորաբար նման դեպքերում խոսվում է հանրային տրանսպորտի մասին, որի համար նույնիսկ որոշ փողոցներում առանձին գծեր են սահմանվել։ Խնդիրն էլ հենց այն է, որ այդ գծերը միայն հանրային տրանսպորտին չէ, որ պետք է ծառայեն։ Օրինակ, տաքսին եւս հանրային տրանսպորտ է։ Տաքսին պետք է տարբերակվի մեզանից, այսինքն մենք որ նկատենք ինչ-որ տրանսպորտային միջոց, պետք է իմանանք, որ սա տաքսի է։ Եվ դա պետք է լիցենզավորվի, տարբերակվի եւ իրանց ասեն, քան որ դուք լիցենզավորվել եք եւ տարբերակվել եք, դուք կարող արդեն այս երթուղիով երթևեկեք ու տաքսի ծառայություն մատուցողներին հիմնական ճանապարհից հանենք իրանց առանձնացված երթուղի։ Մայրաքաղաքում որոշ տվյալներով կա 60-ից 70 հազար տաքսի, այսինքն խոսքն ահռելի թվով մեքենաների մասին է, որոնք ամեն օր դուրս են գալիս փողոց եւ դառնում երթևեկության մասնակից։ Մենք թե մի ժամ այս կետից այն կետ են կետում, բայց տաքսին ծառայություն է մատուցում։ Ինքը միշտ է երթևեկության մեջ է, երթուղին միշտ ծանրաբեռնում է։ Իսկ մարդկանց նյարդային բջիջների ոչնչացումից բացի, ինչ այլ հետևանքների են հանգեցնում խցանումները։ Ամեն տարի աշխարհում հրապարակվում է պետությունների աշխատանքի արտադրողականության ինդեքսը։ Դրանով ֆիքսվում է, թե երկրում մեկ անձը մեկ ժամում միջինը քանի դոլարի պրոդուկտ է ստեղծում։ Առաջին եռյակում Իռլանդիան է, Նորվեգիան եւ Լյուքսեմբուրգը։ Հայաստանն այս ցանկում ոչ պատվաբեր 74
4-րդ տեղում է։ Պատճառներից մեկը մեզ մոտ աշխատող մարդկանց եւ ապրանքների մի կետից մյուսը տեղափոխելու բարդությունն է։ Այդպիսի հոգեբանական վիճակում երբևէ աշխատակից չի լինում արտադրողական։ Ինքը մինչև գալիս է տպավորություններով կիսվում է, այդ ջայնացած իր այդ կուտակված այդպես էներգիան աշխատակիցների հետ կիսում է, նոր անցնում է արդեն աշխատանքային ռեժիմ, մինչև անցնում աշխատանքային ռեժիմը արդեն գալիս է ընդմիջման ժամանակահատվածը։ Այսինքն աշխարհի զարգացած երկրներում մասնագետները նստում ու հաշվարկում են, թե տնից աշխատավայր եւ աշխատավայրից տուն ճանապարհին մարդու անցկացրած ժամանակի պատճառով որքան է կորցնում տնտեսությունը։ Հետևաբար ամեն ինչ անում են այդ ժամանակահատվածը կրճատելու համար։ Հայաստանում 1 ժամի արտադրողականությունը գնահատվում է մոտավորապես $10 շրջանակներում։ Այսինքն արտադրողականության վրա ինքը թողնում է ազդեցություն, մոտավորապես 1-ից $2 շրջանակներում արտադրողականությունը դառնում է $8։ Այսինքն հնայի վրա ինքը ունենում է էական ազդեցություն կամ կազմակերպությունների շահույթների վրա է ունենում ազդեցություն։ Քաղաքում արագ տեղաշարժը միայն մարդկանց կոմֆորտի հարց չէ, տնտեսության աճն ապահովելու հարց է։ Իսկ դա 1, 2 կամ նույնիսկ 10 քայլանի աշխատանք չէ։ Դա ձեռնարկվող քայլերի համալիր է, որը հաշվի առնում քաղաքի ռելիեֆը, մարդկանց հոգեբանությունը, երկրի ռեսուրսները եւ այլն։ Մենք ժամանակին առաջարկում ենք անենք այդ բաները ճոպանողին լինել։ Ժամանակ ճոպանողին Երևանում էֆեկտիվ չէր, որտեղ 6 հոգանոց էր օրինակ աշխատում։ Հիմա արդեն կան մինչև 30 հոգանոց ճոպանողիներ։ Այդ Doppelmayr ֆիրմա Ռուբեն Վարդանյանը ժամանակին, որ մենք արդեն աշխարհին ճանաչվել ենք այդ Տաթևով, չէ՞։ Նույն ֆիրմային ասեք, արդեն կան դրա չինական տարբերակներ, եթե ուզում եք ավելի, բայց հնարավորությունը կա։ Ամենակարևորը այստեղ պետք է լինի հետազոտություն, այսինքն ցանկացած որոշում պետք է հիմնված լինի լուրջ մասնագիտական վերլուծության, ոչ թե պաշտոնյաների սուբյեկտիվ գնահատականների վրա։ Մի տրամվայը կարող է 10 անգամ ավելի շատ մարդ տանի, քան ավտոբուսը։ 10 անգամ դուք պատկերացնում եք։ Ինքը հետաքրքիր է, չէ՞։ Սաղ աշխարհը մոտավորապես Եվրոպայում 300 քաղաք, որ ժամանակին մեր սխալը արել է դեռ 60-ական են տրամվայ փակել էին, հիմա հետ են բացել։ Մենք կանատեղին թանկացրել ենք չի եղել, մենք սա արել ենք չի եղել, նա արել ենք չի եղել, չի լինելու, դա չի լինելու։ Երթևեկությունը կազմակերպելա պետք։ Երթևեկության կազմակերպման մասնագետներա պետք, որ կազմակերպեն։ Մենք գիտություն չենք հայտնագործում։ Մենք ոչ know-how չենք ստեղծում, մենք ասում ենք գնացեք հարևան զարգացած երկրներ, տեսեք ոնց են արել։ Ահա այսպես տարիներ անց կպայթի Երևանի երթևեկությունը, եթե կշռադատված եւ հիմնավորված քայլեր չարվեն դրա կարգավորման ուղղությամբ։ Խնդիրն ինքն իրենով չի լուծվելու։ Արմեն Աթելյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրան Գյուն։